Թուրքական ազգայնամոլական Ենիչ պարբերականն անդրադարձել է հայ-թուրքական սահմանին գտնվող միջնադարյան Տիգնիս բերդի վերականգնմանը, փորձելով խեղաթյուրել դրա իրական պատմությունը։ Թեև թուրքական աղբյուրը նշում է բերդի ճարտարապետական արժեքը, սակայն լռում է այն փաստի մասին, որ կառույցը հայկական է եւ 9-րդ դարում վերաշինվել է բագրատունիների կողմից՝ Շիրակավանը պաշտպանելու համար։ Պարբերականը կառույցը թվագրում է 10-րդ դարով եւ այն համեմատում Անիի ավերակների հետ, միաժամանակ շրջանցելով դրա հայկական ծագումը։ Ըստ վերլուծաբանների, թուրքական կողմի այս հետաքրքրությունը կրում է քաղաքական բնույթ եւ նպատակ ունի զարգացնել տուրիզմը հայ զբոսաշրջիկների հաշվին, օգտագործելով շինծ ու բարեկամության նարատիվը։ Հայաստանը մարդասիրական աջակցություն կտրամադրի Լիբանանին երկրում ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով։ Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի շուրջ 60 միլիոն դրամ, որը կուղղվի սննդամթերքի, հիգիենայի պարագաների եւ անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերմանը։ Գնումներն իրականացվելու են արագացված, մեկ անձից գնման ընթացակարգով, որպիսի աջակցությունը հնարավորինս սեղմ ժամկետներում հասնի հասցեատիրոջը։ Կառավարության որոշումը հիմնված է Լիբանանում առաջին անհրաժեշտության պարագաների կտրուկ աճած պահանջարկի վրա։ Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի M17 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ջանես Նազարյանը նվաճեց չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակիչ գոտեմարտում մեր մարզիկը 4-0 հաշվով փայլուն հաղթանակ տարավ վրացի Ռամազ Բասիլիայի նկատմամբ։ Հատկանշական է, որ ողջ առաջնության ընթացքում Նազարյանը մրցակիցներին չի զիջել եւ ոչ մի միավոր, հաղթելով Ռումինիայի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Իտալիայի ներկայացուցիչներին։ Սա Հայաստանի ընտրանու երկրորդ ոսկե մեդալն է մրցաշարում, Վահե Հովեյանի հաջողությունից հետո, իսկ մեդալների ընդհանուր քանակն արդեն հասել է 6-ի։